Բարև։ Привет։ Մեր այսօրվա թեման շատ հետաքրքիր թեմա է, ես վստահ եմ, որ այս թեման բոլորին իհարկե մեզ դիտող մարդկանց դուր է գալու ու հավանաբար մեզ էլ է դուր գալու, որովհետև այսօրվա թեման դա նոր տարին ու ծմեր պապիկն է։ Նախ սկսենք ամենաառաջի հարցից։ Դու հավատում ես ծմեր պապիկի գոյությանը։ Ես փորձում եմ չկորցնել այդ հեքիաթը մինչև հիմա։ Այո, իրականում ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ ասում են, որ չեն հավատում ծմեր պապիկի գոյությանը, իրականում իրենք հենց ուղիղ են մտածում։ Ես էլ մինչև 14 տարեկան մտածել եմ, որ ծմեր պապիկը գոյություն ունի, բայց ես հիմա հասկանում եմ, որ ծմեր պապիկը դա ուղղակի հրաշքներին հավատալու սիմվոլն է, այլ ոչ թե ինչ-որ մի ֆիզիկապես գոյություն ունեցող անձ, ով որ ամեն տարի ինչ-որ նվերներ է բերում քեզ։ Ես միշտ հավատացել եմ ծմեր պապիկին ու նույնիսկ հիմա ես ծմեր պապիկին հավատում եմ որպես հրաշքները եկող տարին գործող ձևով, որպես իրան այդպիսի էակ։ Ես կնենց որ ֆիզիկապես ես իրան տենամ ասեմ, վայ, ծմեր պապի կարմիր շարերով վերել ես նվերս, չէ։ Մինչև այդ այտենց, որովհետև երեխա էի բնականաբար յուրաքանչյուր երեխա էլ հավատում է ծմեր պապիկի գոյությանը ու գիշերները չի քնում սպասում տենա թե գիշերվա ժամը 12-ին երբ ինքը նվերը բերելու տա, որ ֆիզիկապես տենա թե ծմեր պապիկը ինչպիսին է ինքը իրական կյանքում։ Բայց ծմեր պապիկը իրականում ինքը մեր մեջ է ու դա մենք անվանում ենք ինչ։ Մեր հեքիաթի մեջ։ Այո, ու համարում ենք որպես հրաշք։ Ինձ շատ է դուր գալիս տոնակատարությունը, ոնց են մարդիկ նոր տարում պատրաստվում։ Դու ինչ հիշողություններ ունես դրա հետ կապված։ Իրականում նոր տարին իմ ամենասիրելի տոնն է։ Շատ եմ սիրում ուղղակի, որովհետև այսպես ինձ համար դա նաև շանս է կյանքը նորից սկսելու, դասավորելու, նոր էջից, լրիվ մաքուր ու այդ 365 օրը սենց ճիշտ դասավորելու, ճիշտ որոշումներ կայացնելու համար է, այդ առումով էլ եմ նայում նոր տարուն ու իրականում ես նամակ գրել եմ, նվեր չեմ ուզել, իմ սրտի խոսքը գրել եմ, նոր տարուն շատ եմ սիրում այդ երբ որ կեսգիշերին ընդամենը մի 10-15 րոպե է մնացել ու այդ տան խառնաշփոթը այդ իսնա յուրաքանչյուր տանը այդ սեղանից են վերցնել, տանել, բերել, դնել, այդ խառնաշփոթը։ Ես նոր տարվա առավոտները շատ եմ սիրում։ Դեկտեմբերի 31-ին երբ արթնանում ես ու գիտես որ դու ապրում ես այդ տարվա ամենավերջին օրը։ Մի տեսակ այդ նոր տարվա առավոտները հունվարի 1-2 մի տեսակ ուրիշ են իմ համար, ուրիշ հոտ ունեն, ուրիշ սենց ինչ որ տարվա սկիզբը հեքիաթային ձևով է սկսում։ Շատ եմ սիրում նոր տարվա առավոտները։ Ես էլ իրականում դու ասացիր որ գրել ես ծմեր պապիկին նամակ, իսկ ես իրան չեմ գրել ու եթե անկեղծ չգիտեմ, չեմ գրի, որովհետև իմ չունեմ այնց ինչ որ մի ցանկություն, որ ուզում եմ անպայման ինձ ֆիզիկապես ինքը բերի։ Ես ընդհանրապես ուղղակի կարող եմ նամակ գրեմ, որի մեջ ընդհանրապես կասեմ, որ աշխարհին խաղաղություն, հանգստություն, բարություն ու անտարբեր լինելու ունակություն բերի։ Որովհետև հիմա մեզ դա իրոք շատ պետք է։ Մարդիկ գոնե թող ամեն տարի լցվեն էլ ավելի բարությամբ, նախանձը պակասի, չար մարդիկ չարությունը վերանա, իսկ չար մարդիկ վերափոխվեն ու դառնան բարի մարդիկ, որովհետև կյանքում ամենաուժեղ բանը դա բարի լինելն է։ Բայց իհարկե լավ բայ է։ Դե նոր տարին հրաշքներ ա գործում շատ ու ինձ թվում է, որ կօգնի հաստատ։ Ամեն տարի ինչ որ ավելի հետաքրքիր ձևով է սկսվում, նայած թե դու այդ տարին ոնց ես տրամադրված այդ տարվա հանդեպ։ Մարդիկ կան, ովքեր որ այս տարին չեն ուզում փոխել, որովհետև այս տարում իրենց կյանքում ավելի շատ հետաքրքիր բաներ ա տեղի ունեցել ու իրենք չեն ուզում մոռանան այդ տարին կամ փոխվի տարին։ Բայց իհարկե չպիտի մոռանանք, որ ժամանակը առաջ է գնում ու ամեն տարին յուրովի ամեն մարդու համար էլ ավելի գեղեցիկ է, էլ ավելի ստացված է։ Կարող է մյուս տարի մենք այնքան լավ տարի ենք ունենում, որ վստահ ենք, որ հաջորդ տարին էլ այդպես լինելու, որովհետև ծմեր պապիկի նամակումը տենց ենք գրել, կամ մեր ուղղակի մեր սրտի խոսքն ու ուզածն ենք, այսպես։ Իրականում մի բան ասեմ, ես մի սովորություն ունեմ, արդեն այս 2-3 տարի է, երբ որ արդեն մոտենում է
ամսվա վերջը, դեկտեմբեր ամսվա վերջը, եւ պետք է մտնենք նոր տարի, նոր թիվ, ես վիդեո եմ նկարում ու այդ վիդեոյի մեջ պատմում եմ, թե օրինակ հիմա 2025 թվականին ինչ եմ կորցրել, ինչ ձեռքբերումներ եմ ունեցել, այդ տարին ինձ ինչ ա տվել, ինձ ինչ ա վերցրել, պատմում եմ այն ամենը, ինչը որ ապրել եմ 2025 թվականին, ու այդ վիդեոները արդեն 3 տարվա վիդեո ունեմ։ Ու տենց հավաքում եմ, պահում եմ, որովհետև ու ասում եմ այն, թե ինչ կուզեի լիներ հաջորդ տարում, ու շատ հետաքրքիր է, երբ դու օրինակ անցած տարվա վիդեոն որ բացում նայում եմ, ու ինչ որ բան կատարվել է այս տարի, շատ հետաքրքիր է այդ։ Շատ հավես է այդ, իրոք շատ հետաքրքիր բան ես մտածել, շատ հետաքրքիր, շատ սիրուն, ամենակարևորը ու խելացի։ Մանե, իսկ այ օրինակ դու որ տարիքից հասկացար, որ ձմեռ պապիկին այլևս չես հավատում ու ինքը գոյություն չունի։ Ու ինչն էր պատճառը։ Իրականում այդպես հստակ չեմ կարող հիշել քանի տարեկան եմ, բայց հիշում եմ, որ փոքր էի։ Մոտավորապես երևի 6-7 տենց։ 6-7-ի մեջ է տատամ, այդպես։ Երբ որ ես նամակ եմ գրում, չգիտես ինչի, ես նամակը դրսում էի դնում, որ գար դրսից տանել, ես իրան պատուհանից տեսնեի։ Մի անգամ ես նամակը գրեցի, տարադրեցի դրսում ու չգիտեմ ոնց է ստացվել, ես տեսել եմ, թե ոնց է նամակը վերցնում մաման։ Ու տենց այդ պահին միջի փուջուր բալիկը կոտրվեց ու իրականում շատ եմ լացել։ Ինձ մեկը բայց փորձում էին համոզել, որ ձմեռ պապիկը կա, ուղղակի մաման վերցնում էր, տեսներ մեջից տարել է, թե չէ եւ այլն, բայց ես տեսա ոնց վերցրեց, պահեց իր մոտ ու գնաց։ Ու տենց կոտրվեց իմ մեջի փուջուրիկ բալիկը, հետո մեծանալու զուգահեռ հասկացա, որ այդ ամեն ինչը հեքիաթ է ապրելու համար։ Ու ես մինչև հիմա փորձում եմ այդ իմ միջի հեքիաթը չկորցնեմ, ապրեմ այդ հեքիաթով։ Ու իմ հեքիաթում ձմեռ պապիկ էլ կա, ձյունանուշիկ էլ կա։ Հեքիաթում շատ լավ է։ Ու ուզում եմ կոչ անել բոլոր ծնողներին, խնդրում եմ հարգելի ծնողներ, նվերները պահեք այնպես, որ ոչ մի երեխա չտեսնի, որովհետև այդ պահին իրոք շատ է կոտրվում, որ տեսնում է ձմեռ պապիկը, որ պետք է այդ նվերը բերեր, ձեր մոտ է։ Իսկ քո մոտ մաշ երբ կոտրվեց քո մեջի փուջուրիկ բալիկը։ Ուրեմն մի պատմություն պատմեմ, մի քիչ ծիծաղելի։ Ինչպես ամեն տարի միշտ նամակ եմ գրում ձմեռ պապիկին ու տանում դնում տոնածառի տակ։ Այս անգամ որոշեցի, որ պիտի նամակս գտնեմ իմ բարձի տակ, հասկանալու համար արդյոք ձմեռ պապին կա, թե չէ, որտեղ մի քիչ կասկածներ ունեի իմ մեջ։ Նամակը գրում եմ, դնում եմ բարձից տակ։ Անցնում է մի շաբաթ ու իմ նամակը, որ կար, որը որ դրել է բարձից տակ, մի շաբաթ տենց մնում է, նույն դիրքով, ու համեմատում եմ այն նամակները, որոնք որ գրել եմ տոնածառի տակ, անհետացել է, իսկ ես նամակը ուղղակիորեն մնում է իմ բարձի տակ այնքան, մինչև որ ես չեմ ասում մերոնց, որ ես ձմեռ պապիկին նամակ եմ գրել։ Չնայած որ այդ տարում ունենում եմ նվեր, փող, Համենայն դեպս շատ նեղվում եմ ու նույնիսկ լացում եմ, որ ձմեռ պապիկը գոյություն չունի։ Ամենայն դեպս ես մինչև հիմա հավատում եմ, որ ձմեռ պապիկը ինքը ուղղակի հրաշքներին հավատալու սիմվոլն է ու ուղին տանողը մեզ, որ մենք չկորցնենք երբեք մեր հավատը հրաշքներին հավատալու համար, քանի որ հրաշքները ամենագեղեցիկ բանն է, որ մարդու կյանքում կատարվում է։ Ես էլ մեր ձմեռ պապիկի հետ կապված թեման, որ իրար հետ խոսացինք ու հասկացանք, թե ինչու մենք չենք հավատում ձմեռ պապիկին, բայց հավատում ենք ձմեռ պապիկից եկող բոլոր հրաշքներին։ Արի մի քիչ խոսանք ընտանիքում կատարվող հետաքրքիր օրինակ շուկաներում, հա, օրինակ ես անցած տարի դեկտեմբերի 30-ի ժամը գիշերվա 3-ին գնացել եմ առևտուր եմ արել ամենասկզբից։
ու հավատա դա ամենաճիշտն է, որովհետև հենց օրինակ դեկտեմբերի 25-ին ես գնում, 27-ին, 28-ին, այդ ժամանակ այնքան լիքը մարդ է լինում, որ դու ուղղակի կարող ես ընդամենը հասցնես 2 շիշ, ընդամենը ջուր վերցնես, սոկ վերցնես ու ընդամենը մի քանի ապրանքներ, որոնք որ սարքելու ես տանը։ Իսկ այնց որ գիշերն ես գնում այնա, երբ որ նոր տարում ընդամենը մնում է մի օր, այդ ամենահետաքրքիր բանն է, բայց ամենահետաքրքիր պահը սկսվում է այն ժամանակ, երբ որ արդեն խփում է 12-ը, դու քո ընտանիքի հետ արդեն բաժակներ ես բարձրացնում, ամենախնդալուն է նա, որ իրանք ենթադրենք ինչ որ ալկոհոլային խմիչք են բարձրացնում, ենթադրենք գինի կամ շամպայն, իսկ դու ընդամենը բնական սոկ։ Ամեն դեպքում իրար հետ դիմավորում եք նոր տարին ու այդ ամենահետաքրքիր զգացողությունն է։ Այ օրինակ քեզ մի ուրիշ հարց տամ, դու քո տոնածառը ինչպես է զարդարում, ամեն տարի ինչ-որ ձևով, թե ամեն տարի նույն ձևով։ Չէ, ինձ թվում է պետք է ամեն տարի փոփոխել տոնածառը, ու իրականում մենք տոնածառը շուտ ենք դնում, սկզբները դեկտեմբերի, շուտ, որ այդ նոր տարվա շունչը շուտ գա, որովհետև տոնածառ, ծմերպապիկ, լույսեր, փայլեր, հետ ամեն ինչից է, չէ՞, նոր տարվա շունչը գալիս։ Դրա համար մենք միշտ շուտ ենք դնում, մանավանդ որ տանը ունենք պուճուրիկ տղա, երեխա շատ չար, ու մենք մի քանի անգամ ենք տոնածառը դնում իրա պատճառով, որովհետև նենց օր չկա, որ տոնածառը չընկնի գետին, այդպես շատ արկածային ձևով։ Իսկ ինչպես ես դու զարդարում քո տոնածառը։ Այսինքն տարբեր գույների մեջ թե ինչ-որ հատուկ գույն եք որոշում այդ տարվա համար։ Չէ, տարբեր գույներով չենք հանում միատոն, մի գույն ենք որոշում ու ամեն տարի այդ գույնով ենք դիմավորում նոր տարին։ Օրինակ մենք անցած տարի սպիտակ ենք արել, քանի որ մեր տոնածառը սպիտակ է, շատ հետաքրքիր ձևով, շատ սիրուն սպիտակ է ինքն ու բավականին մեծ։ Ես մտածում եմ, որ արժի, որ այս տարին մենք կարմիր խաղալիքներով անենք, ինչպես որ ասում են, ջերմակ սպիտակ գույնը սիրուն վառ կարմիրի հետ շատ է գնում։ Հա, շատ սիրուն կլինի։ Ես հիշում եմ իմ փոքր ժամանակվա նոր տարին, երբ որ 4-5 տարեկան էի ու տոնածառ էինք դնում, այդ ժամանակ իմ համար համեմատաբար մեծ, բայց մերոնց համար պուճուրիկ, սենց սիրուն հետաքրքիր էլի սպիտակ գույն տոնածառ ունեինք, ու այդ տարիները իմ համար ամենահետաքրքիրն էին, որովհետև այդ ժամանակ մենք երեխա էինք, կոնկրետ եսի մասին խոսամ, ես երեխա էի ու հավատում էի, որ ձմեռպապիկը իրոք կա ու այդ տարվա ոնց որ ասած vibe-ը մի այլ կարգի ուրիշ էր, մենք սենց ունենք տոնածառներ, գլխարկ տոնածառներ, դրանք դնում էինք մեր գլխին ու շատ հավես նկարներ էինք անում, ես նույնիսկ այդ օրն եմ հիշում եմ, որ գնում էինք խանութներով տարբեր առևտուրներ էինք անում, բայց ոչ միայն օրինակ ուտելիքներ եւ այլն, ոնց որ նոր տարուն բոլոր մարդիկ անում են, այլ այս անգամ խաղալիքներ, հետաքրքիր բաներ, ինչ ասած հետաքրքիր հրեշտակի նման բան էինք առել, ինքը ոչ թե հրեշտակ էր, այլ ոնց որ ասած անունը մոռացա, բայց ինքը շատ հետաքրքիր սիրուն բան էր, լուսավոր, լույս էր տալիս բավականին, հա, տոնածառ էր ինքը, մեկը տոնածառ էր, մյուսը որ գլուխը իջացնում բարձրացնում ես, ոնց որ ձյուն գա, ու ինչ որ երգամիանում, երաժշտություն, գույներ, նմանատիպ բաներ էինք արել, ես հիշում եմ, որ այդ պուճուրիկ մեր նոր առած տոնածառով, խաղալիք տոնածառով շատ սիրուն նկարներ եմ արել, որոնք որ մինչև հիմա մեր տան մեջ կան, կոմպյուտերի մեջ, արխիվներում կան։ Ինձ թվում է տենց պուճուրիկ պահերն են հիշողության մեջ մնում։ Շատ, հավանաբար այն ժամանակ, երբ որ դա քո մանկությունն է, քո մանկության ինչ-որ օրերից մեկը, որը կապված է նոր տարվա հետ։ Կարող ես հիշել։ Հիմա կարող է մեզ դիտողների համար սովորական բան լինի, որ գնալ խանութ ու ինչ-որ նոր տարվա հետ կապված ինչ-որ բաներ արդեն, բայց հենց երջանկությունը, այդ հեքիաթը, այդ ամեն ինչը հենց ինձ թվում է դրա մեջ է։ Ես կարծում եմ, որ մեր տարիքի աղջիկները ու տղաները մի 10 տարի առաջ մեր երեխայական մտածելակերպը մի փոքր ավելի այլ էր։ Այսինքն մենք նման բաներ մի փոքր այլ ենք մոտենում։ Հիմա չգիտեմ, մեր հիմիկվա այն երեխաներով ժամանակին, երբ որ մենք էինք իրենց տարիքին, ինձ թվում է, որ իրանք մի քիչ ավելի ուրիշ ձև են վերաբերվում դրան, այսինքն իրանք միգուցե ուրախանում են, շատ երեխաներ, 4-5 տարեկան երեխա կամ 6 տարեկան երեխա կա, որ չի հավատում ձմեռպապիկի գոյությանը։ Իսկ մենք ավելի բարի, ավելի անմեղ, ավելի իրական ենք այդ ամեն ինչին մոտենում։ Հիմիկվա երեխաներն կարան իրոք դրան վերաբերվեն շատ
շատ ճիշտ, շատ հավատան ամեն ինչին, բայց ես չեմ կարծում, որ այնքան ոնց որ օրինակ ենթադրենք մենք ենք հավատացել դրան կամ մեր մամաները, մեր ծնողները։ Ինձ որ մաման կամ պապան պատմում են իրենց ժամանակների նոր տարուց, սենց ոնց որ հեքիաթ լինի ուղղակի։ Իրանց կուլոկները սենց մեջ մանդարին, ինչ-որ կանֆետներ։ Պատկերացնում ես ինչ-որ երեխու տանես կուլոկ տաս մեջ մանդարին բան, ու ասես Ձմեռ պապին էտա քեզ վերել նվեր։ Ասի ձեռս առնում, ոսկա Ձմեռ պապիկից այս բան, իսկ այն ժամանակ մեր համար ուրախանում էինք այդպես բաներից։ Ենթադրենք օրինակ ես հիշում եմ, որ իմ առաջի հեռախոսը կնոպկաներով հեռախոս էր սպիտակ գույնի, մաման ասել էր, որ Ձմեռ պապիկներ ինձ հետ բերել, ասում էր մատ պատմի տենա ոնց է եղել, ասում է Ձմեռ պապիկը իմ դիմաց է հայտնվել, ոնց որ այդ ժամանակ բոլոր մարդիկ ստոպ եղած վիճակում են եղել, ինքը ասել է, որ այդ հեռախոսը ինձ է բերել, որովհետև ուզեցել է, որ ես հեռախոս ունենամ, հա, ինձ լավ եմ պահել դրա համար եմ հեռախոս ունենում։ Ես էլ այնքան շատ էի ուրախացել դրանից։ Հետո իմանում եմ, որ մաման էր ուղղակի այդ հեռախոսը առել ու ոնց որ իմ պուճուրիկ հեքիաթը չփչացելու համար ինձ այդպես բան է ասել։ Ու այդ էր էլի իմ համար հիշողություն։ Ես իհարկե չեմ նեղանում, որովհետև դե բնականաբար մենք բոլորս էլ երեխա ենք եւ նմանատիպ բաներին շատ լուրջ ենք վերաբերվում։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երեխա այնել այդ տարիքում շատ կնեղվեր, եթե իմանար, որ իրականում իրան նենգաբար խաբել են։ Մաշարի, բայց կանք են համոզմունքին, որ Ձմեռ պապիկ կա եւ պետք է հավատալ հրաշքներին։ Իհարկե։ Միանշանակ պետք է հավատալ հրաշքներին, Ձմեռ պապիկին եւ ամբողջ հոգով նվիրվել ու տրվել այդ հրաշքներին։ Ամբողջ սրտով հավատալ։ Այո, միանշանակ, որովհետեւ Ձմեռ պապիկ ինչքան էլ որ մենք մտածենք սենց ամեն դեպքում Ձմեռ պապիկը իրականում մեր հրաշքների մի մասն է, որը կա մեր ենթագիտակցության մեջ եւ ամեն մեկս նման իրավիճակը պատկերացնում ենք այնպես, ինչպես որ մենք ենք ուզում, այսինքն մենք մեր ենթագիտակցության մեջ է դա։ Մենք մեր ստեղծած աշխարհում ամեն ինչ էլ կարող ենք ունել, այսինքն բացառություն չկա մեր ենթագիտակցության եւ ինչպես դու ասեցիր, մեր հեքիաթում։ Պետք է ուղղակի փորձենք չկորցնել այդ հեքիաթը։ Այո, ես մինչև հիմա Ձմեռ պապիկին հավատում եմ որպես այնպիսի մի էակ, այսպես ասեմ, ով որ իմ ցանկությունները կատարում է։ Ես նույնպես հավատում եմ եւ կոչ եմ անում բոլոր երեխաներին, որ Ձմեռ պապիկ կա։ Պետք է հավատալ։ Այո, իհարկե, որ այս հաղորդումը չլինի միայն ինչ որ ապացույցներ, որ Ձմեռ պապիկ գոյություն չունի։ Ձմեռ պապիկը միշտ կա, Ձմեռ պապիկը յուրաքանչյուր ընտանիքներում կա, Ձմեռ պապիկը բոլորիս հետ է։ Մեր մտքում է։ Այո։ Եվ վերջացնելով ես ուզում եմ իմ բարեմաղթանքը ասել, ուղղել բոլորին, մեր երկրին։ Իրականում ինձ թվում է հիմա մեր առաջնային այդ բարեմաղթանքների հենց այդ առաջնայինը խաղաղությունն է։ Ցանկանում եմ, որ դիտիմի միայն խաղաղություն, այլևս չզոհվեն մեր տղաները, այլևս ոչ մի երեխա չսպասի իր հորը, այլևս ոչ մի ծնող սև գլխաշոր կապած ծաղիկներով չգնա եռաբլուր։ Միայն դա եմ ցանկանում։ Ինձ թվում է, եթե դա լինի խաղաղություն, մնացած ամեն ինչը մենք քիչ-քիչ արդեն կուղենք։ Խաղաղությունը հիմա մեր գերնպատակն է, որ պետք է լինի։ Դա մեզնից էլ է կախված։ Մեզնից էլ է շատ բան կախված։ Լինի խաղաղություն, ներդաշնակություն, մարդիկ լինեն բարի, կամեցող, հավատարիմ, չարությունը վերանա մարդկանց միջից, ուղղակի վերանա բառիս ամենաբուն իմաստով, որովհետև հիմա շատ կան չար մարդիկ, չարությամբ լցված, ամենաշատը դա եմ ուզում, եւ շեշտեցի, որ իմ ամեն այդ գերնպատակը խաղաղությունն է։ Ես էլ եմ քո այդ համակարծիք իրականում շատ եմ ուզում ու որպես բարեմաղթանք կուզենամ, որ վերջապես մարդիկ կորցնեն իրենց մեջ անտարբեր լինելու ունակությունը, համաձայն
լինեն բարի, խաղաղություն տիրի, անդոր, ամբողջ աշխարհում։ Եվ վերջի վերջո կցանկանամ, որ յուրաքանչյուր երեխա ունենա իր ընտանիքը, չմնա առանց տուն, առանց ծնողների եւ այն երազանքը, որոնք որ ունեն անպայման կատարվի, որովհետեւ շատ ու շատ երեխաներ ուղղակի ծմեր պապիկից ուզում են, որ իրենց ընտանիքն ունենան, այլ ոչ թե ինչ-որ հատուկ կենտրոններ, հատուկ ինչ-որ այլ վայրերում նոր տարի անեն, առանց իրենց ընտանիքի։ Ես միայն դա կուզենամ, որ յուրաքանչյուր երեխա ունենա իր ընտանիքը, չունենա ինչ-որ ծնողի կամ հենց ծնողների կորուստ եւ իր կյանքում միշտ հաջողակ եւ երջանիկ լինի։ Նույն բաները ցանկանում եմ քեզ եւ Ես էլ նույնպես քեզ եւ բոլորին, աշխարհում բոլոր երեխաներին եւ բոլոր մարդկանց, թող բոլոր մարդիկ երջանիկ ու առողջ լինեն։ Իհարկե։ Դե ինչ, շնորհավոր գալիք 2026 թվականը, թող հաջորդ տարին բերի խաղաղություն, բարություն, անդորություն, այո, եւ խինդ եւ ծիծաղ։ Եվ հույսով, որ ես վստահ եմ, որ հաջորդ տարի մենք ավելի հետաքրքիր եւ ավելի գեղեցիկ հաղորդումներ կունենանք, Ավելի նոր գաղափարներով, ավելի ընդլայնված աշխարհայացքներով կփորձենք մատուցել այդ ամենը մեզ դիտողներին։ Այո։ Դե հաջողություն։ Հաջողություն։